Պատերազմող Ռուսաստանում աշնանային զորակոչ է, ամենամեծը վերջին 9 տարում։ Բանակում սպասում են 18-ից 30 տարեկան 135 հազար քաղաքացու։ Ուկրաինայում սկսած պատերազմից հետո Ռուսաստանը զորակոչի տարիքը 27-ից 30-ի հասցրեց։ Այս աշնանային զորակոչը Ռուսաստանում կտևի հոկտեմբերից մինչև տարեվերջ։ Զորակոչիկները նաև էլեկտրոնային ծանուցումներ կստանան։ Նախորդ փորձերից գիտենք, նրանց կարող են օրինակ մետրոյից էլ գտնել զորակոչել։ Մոսկվան խոստանում է նորակոչիկներին, այսպես ասած, հատուկ ռազմական գործողության, այսինքն առաջնագիծ չտանել։ Անկախ լրագրողներից ու Կրեմլի հետ չկապակցված կառույցներից ստացված փաստերն ուրիշ բան են ասում։ Մոսկվան նորակոչիկներին ուղարկում է պատերազմ, օրինակ, երբ նրանց համոզում են պայմանագիր կնքել։ Զորակոչից խուսափելը Ռուսաստանում քրեական հանցագործություն է։ Կարող է պատժվել մինչև 200 հազար ռուբլի տուգանքով, մինչև 2 տարվա հարկադիր աշխատանքով, 6 ամսվա կալանքով կամ 2 տարվա ազատազրկմամբ։ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են ներդնել նաև զորակոչ ողջ տարվա համար։ Այո, կլոր տարին, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Ըստ օրինագծի ողջ տարին զորակոչի հետ կապված թղթաբանությունը կարվի, իսկ տղամարդիկ փաստացի բանակ կուղարկվեն գարնանն ու աշնանը։ Զինծառայության ժամկետը Ռուսաստանում շարունակում է մնալ 1 տարի։ Շարունակում են նաև անհայտ մնալ Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական բանակում ողջ մնալու շանսերը։ Մոսկվան զոհերի թիվ չի ասում։